Քարոզարշավի 5-րդ օրը թեկնածուները գաղտնիքներ բացահայտեցին, բանավեճեր եղան, Այսինքն լրագրողները, որ ձեզանից ոչ մի պարգևաճառ չեն ստանում, Հավակնում եք մտածել։ ավտոբուս վերադարձվեց։ Ինչպես գիտեք, ես Spider-Man-ն եմ։ Ես ամեն ինչ կարող եմ անել։ Ավտոբուսի պես բաներն են հետ բերել։ Փաշինյանն այսօր առավոտյան հայոց լեզվի 3-րդ դասից հետո քարոզարշավը շարունակեց Երևանում։ Կենտրոնից տրոլեյբուսով հասավ Շենգավիթ։ Չեմ հասկանում։ Ես սխալ տեղ եմ երևի պահում, հա։ Կրկին անդրադարձավ Արցախին ու արցախցիներին։ Դե բա ինչ եք, ձեր ուզած Բան չի դեմա ձեր վեճը։ Որ Ղարաբաղը կորցրել է։ Ղարաբաղը կորցրած ընկեղի սկզբան է։ Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավը շարունակվեց հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմաց։ Էդմոն Մարուքյանը ծառայության գործունեության վերաբերյալ իրենց ուժի դժգոհություններ ներկայացնում, երբ շենքից դուրս եկավ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Մարդը վարչապետի հորդորով գնում է հռոմ կոֆե խմելու, տենում է տուգանքի խաթր, չի կան կոֆե համար վճարի։ Քեշը չունի։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը այսօր տավուշում էր։ Կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը երիտասարդներին հորդորեց անտարբեր չլինել։ Շատ երազեք, ամեն օր էլ աշխատեք այդ ուղղությամբ ու մի եղեք անտարբեր։ Միասնության թևերը քարոզարշավի 5-րդ օրը շարունակեց Դիլիջանում։ Թաթոյանը քաղաքացիներին վստահեցրեց, ոչ մի քաղաքական ուժի հետ առնչություն չունի։ Առնչություն չունենք։ Ձեր ասած, մեր 35 տարի այսքան ժամանակ եղած որևէ իշխանության հետ։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր էլ առաջարկեց մեխը Փաշինյանի ձեռքից վերցնել։ Հիմա իմ առաջարկը ինչն է։ Այդ մեխը ձեռքից վերցնել։ Նորուժի թեկնածու Հայկ Մարությանը Երևանում էր։ Ժպտում ենք։ Հա, դե ժպտացեք։ Վարչապետը նույնը մնա չէ։ Իսկ Բարգավաճ Հայաստանի Գագիկ Ծառուկյանը հայրենի Կոտայքում։ Նախագահան հայտարարել է Պուտինը, Ժորժան կենտրոնացեք, ձեր ժամանակ ենք տալի։ Մեր հետ եք, ձեր ցավը տանեմ։ Մեր հետ չեք, բարի ճանապարհ ձեզ ախպեր, գնացեք Եվրոպա։